Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Բարի օր սիրելի երոստատիդող, այսօր պատրաստելու ենք ասիական ոճով մեր սիրած կամ հայերի սիրած մսով, այսինքն խոզի մսով, խրխտան տակոներ։ Հետաքրքիր կոմբինացիա է, գիտեմ, մեքսիկական, հայկական և ասիական, բայց այնքան համով է ստացվում, որ ձեր մատները հետը կուտեք։ Ասեմ ստեղ ինչ ունենք, ստեղ ունենք խոզի աղացած միսը, որը մենք աղեր ենք, ստեղ ունենք տորտիլա հացիկներ, որը այսպես կդրադելու ենք մեջտեղից, ունենալու ենք գլոր, իսկ ավելցած մասը կարող եք նաչոզ անել, այսինքն սենց մկրատներով կդրադել, իրա վրա մի քիչ համեմունք թնել, ցես կասեմ ուրիշ անգամ, և հետո թնել չրոց հանել, ու վրա մի քիչ սոս, մի քիչ եւ այլն։ Դե հետո կասեմ, եթե պաղատադոմսը բիտամ ցեզի։ Այստեղ ունենք կարմիր սող, կանաչ սող, համեմ, լայմ, ստեղ ունենք մեղր, սոյա սոս և մի քիչ ալյուր, որը ավելացնելու ենք մսի վրա։ Ստեղ էլ ունենք սոսի մնացած բաղադրիչները, ավելի ճիշտ է գլեյզի, որովհետև իրան պետք է մի հատ տակացնենք, գլեյզ սարքենք, ու հետո քսենք մսի վրա, երբ որ տապակում ենք։ Այսօր պատրաստելու ենք խոզի աղացած միսով խրխտան տակոներ։ Մեզ հարկավոր է 400 գրամ աղացած խոզի միս, մսի խառնուրդի համար 1 ճաշի կտալ մեղր, 1 ճաշի կտալ սոյա սոս, 1 թեյի կտալ ալյուր, 1 թեյի կտալ բուձու բրբեղ, 1 ճաշի կտալ իմբիրի փոշի, 1 ճաշի կտալ սխտորի փոշի, 6 հատ տորտիլա հացեր, մի պունջ համեմ, մի քանի հատ կանաչ սող, կես հատ կարմիր սող և լայմ։ Գլեյզի համար մեզ պետք է 3 ճաշի կտալ սոյա սոս, 2 ճաշի կտալ սիրաչա սոս, կծու, 3 ճաշի կտալ մեղր և 1 ճաշի կտալ կունջուտ։ Սկզբում ուզում եմ աղացած միս ավելացնեմ, ավելացնում եմ, միսը ավելացրել եմ, իրա վրա ստեղ տեսնում եք սոյա սոս, մեղր և ալյուր կա, բայց մի բան բակասում է։ Ինչն է բակասում։ Ստեղ ունենք իմբիր և ստեղ ունենք սխտորի փոշի մարանիգից։ Օգտագործում ենք մարանիգի սխտորի փոշին, ավելացնել ենք 1 ճաշի կտալ, կարող եք անշուշտ թարմ էլ օգտագործել և ավելացում եմ իմբիրը։ Ինչ լավն է հոդը։ Մի թեյի կտալ ալյուր, սոյա սոս, մի հատ լավ խառնում ենք, կարող ենք նույնիսկ ցերնոցով լավ խառնել ու քնթակների վերածել։ Արդեն հոդը խենթանալիք է։ Միսին marination-ը շատ կարևոր է, ինչով ենք անում։ Իմբիրը սխտորը միշտ միսին հարստություն են տալիս, համերը ավելի ճիշտ է սսկում։ Ահա, մի քիչ լավ ձեռքով շաղում եմ, որպեսզի համերը սաղ ամուսնանան իրար հետ, ոնց կասեինք։ Ահա։ Ու հիմա ուզում եմ 6 քնտակների բաժանել, ուրեմն քնտակները կանենք ստեղ կպատրաստենք ու հետո հացիկները կկտրատենք։ Հիմա որովհետև կարող ենք այսպես անել ու 6 բաժին անել, որ հավասար լինի։ Okay։ Այսինքն ձեր հացերի համապատասխան եք անում։ Հիմա ես, քանի որ ուզում եմ 3 հատիկ հաց անել, ես այդ 400 գրամ եմ արել։ Եթե ուզում եք ավելի անել, դուք կարող եք իմ բաղադրիչները ավելացնել։ Այսպես կրնտիկներ ենք անում, որպեսզի մինչև հացը պատրաստ լինի, արդեն ավելացնենք հացին։ Ահա։ Ու վերջին քնտիկը։
Ժողովուրդը ստոպ ենք անելու, որովհետև լավ մեկ վարգան սավայով օջարվենք, հետո ստոպ անենք։ Մեր հացիկները այս չափի են։ Եթե կդակ շուգարում ավելի փոքր տորտիլաներ, շատ լավ, բայց եթե չկդակ, այսպես կդրադելու ենք։ Դե մի հատ սուր թանագով հեշտ է, չէ՞։ Ես էլ մեր տորտիլայի հացիկա։ Ես ասեցի ձեզ ինչ ենք անելու, հեսա բահելու եմ և հաջորդ բանին նկարահանման կամ հաջորդ հաղորդման կպատրաստեմ նաչոս։ Եթե ինչ-որ միտեղ կլոր չէ, կարող եք կլորացնել։ Այս հացերը վերցնում ենք աբահով վիճակով, որպեսզի հետո իրար հետ նաչոս պատրաստենք։ Հիմա ինչ ենք անելու։ Այս մեր 6 հացիկները շարում ենք։ Ու ամեն մեկ կնտագեն մի հատ նվիրում ենք հացիկին։ Այսպես ձեռքով բացում ենք։ Մի քիչ ճզմելով։ Ուպս։ Ու միջև վերջ։ Մոտավոր այսպես։ Հեշտ է, չէ՞։ Հիմա հաջորդը։ Եթե ուզում եք օրինակ բիֆով էլ կարա լինի, այսինքն դավարով, բայց ճիշտ այս համեմունքները խոզի միսով շատ է սիրում, սո մի հատ կարելի է խոզը փորձեք, հետո արդեն դավար անեք։ Բայց եթե կարող է եւ շատ հավանեք, դավարի չանցնեք։ Դենց չեմ ասում, որ եթե ես խոզի միս շատ եմ սիրում, ուղղակի ես հետաքրքիր կոմբինացիան շատ է սազում խոզի միսին։ Ով է հիշացնում, որ խնդամ։ Ոչ մեկը։ Սա գետրոնացել են իմ արածիս վրա, ինչպես որ ես։ Ահա, ես էլ եղավ։ Հանցանք վերջինին։ Այս մեսի հոտը, որպեսի ցերկիցս հանեմ, սավայի օճարով օճարվեմ ու հետ վերադառնամ ձեզի։ Ուրեմն եկանք, որպեսի սոսը անենք։ Այստեղ մի նայեք, որ մենք 3 հատ դաբակ ենք պատրաստած, բայց գիտեք ինչ ենք արել, որովհետև ուզում ենք ամենը մեկ դաբակ ենք։ Դրա համար 3 հատ դաբակ պատրաստենք, բայց առաջ պետքա գլեյզը պատրաստենք։ Սո, բերում ենք մեղրը, բերում ենք սոյա սոսը, սիրաչան։ Կարող ենք մի կաթիլ ցիտապտրից հետ։ Մի կաթիլ ցետ սոյա սոսը։ Եվ մեղրը։ Այդ լավ խառնում ենք։ Մի փոքր դակացնում ենք, որպեսզի ինքը ավելի հաստանա։ Ուղղակի նպատակը էդ է, ոչ թե եփել։ Ու հոտը շատ լավն է։ Մի քիչ էլ։ Հիմա ինչ ենք անում։ Սոսը պատրաստ է։ Մի թեթև ըսպես բերեմ։ Գլեյզի պես հաստատվել։ Մի հատ մեր
Էս մեր թաթախիչը։ Թաթախիչ, ինչ է սրան։ Վրցին։ Դու միշտ լավ պատասխաններ ես տալիս Վահագ։ Այո։ Մեր վերցինով ստեղ ավելացնելու ենք սոս, այսպես։ Սենց լավ միսի վրա կսում ենք։ Արդեն պատկերացում եք, չէ՞ համա։ Եթե լավ չենք կսում, մի հատ էլ ենք անցնում վրայով, որ սաղ միսը այդ հյութից վեր ստանա։ Okay, կարծես թե պատրաստ են մեր ժողովուրդը։ Այսպես վերցնում ենք ու միսը դեպի վար դնում ենք, այսպես։ Հաջորդը։ Հիմա գույմը ամենալավը էս է, նայենք ինչ է լինելու։ Էս հաջորդ միսերը սպասում ենք, սոսը ստեղ է ու կարող ենք մի թեթև մեր համեմից կտրատել, որ պատրաստ լինի։ Մի հատ նայենք։ Հələ կուզե։ Ասի։ Բարև, ալո։ Օպա։ Հələ մի հատ նայեք։ Ահա, ընդեղ ալը սկսա։ Ստեղ հələ թեր կա։ Հիմա մույս կողմնել ենք կարմարացնելու ու իրենք արդեն գրեթե պատրաստ կլինեն։ Մենք անցնում ենք սոխին։ Այսա։ Okay. Հիմա կարգ եկավ կանաչ սոխին։ Ես արդեն դակչե կարող ենք ստեղ տնել։ Ոնց ասեր էի, կարմիր սոխին կեսը։ Դուք պատկերացնում եք համարը։ Գիտեմ արդեն զանգեր եք, ձեր զույգին, ձեր մամային, ձեր աղջկան, չգիտեմ, ասում եք մի դեղից կդիր ինձի խոզի միս աղացած և գնում եք շուգա, բայց շուգայում ցես չեն աղում, ընդհանրապես պատահեր է Հայաստանում տենց։ Միցև ասում եք մեգումա, կամ զանգում եք Շաղիկ ռեստորան, ցես օգնությանը հասնում Շաղիկ ռեստորանը։ Եվ արդեն ունենում եք աղացած խոզի միս և պատրաստում եք։ Գնացինք, կարող ենք այսպես կտրատել։
Ոնց ենք, ինչ ենք, ժողովուրդ, հələ նայում ենք։ Վաու։ Էսի լավ կարմարեցավ, ոչինչ, էսի իմ սիրածն ա լինելու, որով ես կարմարած եմ սիրում։ Սեղնայինք։ Մենք ինչ հոդեր կցել ենք Կետրոն TV եթերում, հիմա բոլոր բաժինները գալու են մեզ, միանալու են լուրերի բաժինը, մարզական բաժինը, մանկական բաժինը, Եվ մեր վերջին հացիկը։ Ես երևի Հայաստան չեկած Մեքսիկայում թակոներ էի ծախում։ Այդ վիճակն է իմ։ Սենց շուխուր, մուխուր, թակո։ Ես հասկանում եմ քեզ Վահագ ջան։ Բա իսկ իրա վրա ինչ-որ պետք է ավելացնենք, կանացողը իրան հատուկ համեմունք է տալիս, համեմը այստեղ շատ է սազում խոզին եւ ընդհանրապես ասիական այս համեմունքներին ու կանաց ու կարմիր սոխը այդ սենց crunch-ի վիճակն է տալիս։ Ամեն բարակայում, եթե գուզեք օրինակ սոխի թթու եթե գիտեք, չգիտեմ, սոխի թութերը կարող եք օգտագործել կաթախով, իսկ եթե գուզեք բաղաթերթոմսը մի օր գցես կպատրաստեմ։ Էս էլ եղավ։ Էս բայ, նայենք։ Էս էլ էսպես։ Դե ինչ, իմ ամենասիրած պահս է, ուրեմն, ես սիրում եմ վերջում մի հատ էլ եպելուց հետո սենց սոս կսեմ, ավելի ինքն լայվ ա լինում։ ու ավելի սոչնի, այս սոչնի բարը Հայաստանում եմ սովորել, այսինքն հյութալի, տեսակ ինչ բարեր գիտեմ, սերան սովորել եմ, այս տրեցինք, հիմա թնելու ենք մի թետև, համարեմ, կանացող, և կարմիր սոխ։ Այսինքն դենց է կանելու, որ հետո դենց բուրդուչի նման կամ տակոյի նման պատատեք իրար վրա ու ուտեք։ Հեշտ է, չէ։ Անպայման կգրեք, եթե պատրաստեցիք ու կասեք հավանել եք, ոնց է այսպիսի բաներ մշտական պատրաստեմ կամ ոչ։ Դե չեք մոռանա հետևել մեր էջերին, Facebook եւ Instagram, Համիկ Ախնիկ եւ անշուշտ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքում կամ ալիքին, որտեղ մենք ամեն ինչ թնում ենք, որովհետեւ դուք բաց չթողնեք։ Մենք ձեր համար ամեն ինչ մտածում ենք։ Տա-տա-տա-թան, oh my god, անհամբեր եմ, ուրեմն ոնց ենք անում, մի հատ լայմ ենք ունենում ու մի հատ վերցնում ենք, այսպես, մի հատ լայմ ենք կամում վրան, սենց եմ անում ու գծում եմ, Վաու, չեք պատկերացնի համերը, անմահագան, շատ համով է, անպայման կպատրաստեք, ինձ կգրեք, ասել եմ, եթե սիրեցիք այսպիսի բաղաթերթոմսեր, միշտ կպատրաստեմ, մնացեք մեզ հետ, վաղը նույն ժամին Կետրոն TV եթերում։